Երբ խոսում ենք Իտալիայում հայկական հետքի մասին, առաջինը, որ հիշվում է, Սուրբ Ղազար դելի Արմենի հայկական կղզին է, որտեղ ապրել և ստեղծագործել են անգլիացի մեծագույն գրող Ջորջ Բայրոնը և աշխարհահռչակ հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սակայն կղզում բնակվող մխիթարյան վանականները միշտ ընդգծում են, որ Իտալիան հարուստ է հայկական ներկայություն ընդգծող շատ այլ վայրերով։ Նրանցից մեկը գտնվում է Ֆլորենցիայից ընդամենը 1 ժամ երթևեկելի հեռավորության վրա Լուկա հարմարավետ և նրբագեղ քաղաքում։ Այստեղ մեծարվում է Սուրբ Դավիանո անունով հայ ուխտավորը, որի ճակատագիրը դարձել է քաղաքի հոգևոր պատմության մաս։ Եկեղեցու ներսում գտնվող արձանագրության համաձայն Դավիանոն ծնվել է Հայաստանում։ Գիտակցելով աշխարհիկ բարիքների անիմաստությունը, նա իր ունեցվածքը բաժանել է աղքատներին, լքել հայրենիքը և ուխտագնացության մեկնել Երուսաղեմի Սուրբ Գերեզման, ապա Հռոմում Պետրոս և Պողոս առաքյալների գերեզմաններ և Սանտիագո դե Կոմպոստելայի Սուրբ Հակոբոս եկեղեցի։ Ճանապարհորդության ընթացքում նա կրել է պարզ հագուստ, ուխտավորի խեցի կրծքին, գավազան և դատարկ դդմի սրվակ։ Երուսաղեմ և Հռոմ հասնելուց և իր ճամփորդությունն ավարտելուց հետո Դավիանոն 1050 թվականին ժամանել է Լուկա։ Սկզբում նա հանգրվանել է Սան Միքելե եկեղեցու կողքին գտնվող փոքրիկ հիվանդանոցում, ապա կարճ ժամանակով ապաստան գտել բարեպաշտ մի այրու մոտ։ Երկար ճանապարհորդություններից և ապաշխարելուց հյուծված Դավիանոն մահացել է նույն թվականի հունիսի 3-ին։ Նա թաղվել է Սան Միքելե եկեղեցում և կարճ ժամանակ անց քաղաքում սկսել է տարածվել նրա հրաշագործ լինելու մասին խոսակցություններ, իբրև թե բուլվարներ կրող հրեշտակներ են հայտնվում մարդկանց։ Լուկայում Սուրբ Դավիանոյի պաշտամունքը ձևավորվել է 13-րդ դարում։ Դրան նպաստել են քաղաքում հայկական համայնքի առկայությունը և Արևմուտքի ու Փոքր Հայաստանի Կիլիկիայի միջև ակտիվ առևտրային կապերը։ Դա նպաստել է Սրբի պաշտամունքի տարածմանը Տոսկանայից շատ ավելի հեռու։ Նրա տոնի օրը հունիսի 3-ին Սրբի հետ կապված մասունքները, այդ թվում կավե մասունքի բնօրինակը, դրվում են հիվանդների վրա, իսկ պատյանը գլխին։ Սան Միքելեի Ֆորո եկեղեցին, որը սերտորեն կապված է Սուրբ Դավիանոյի պատմության հետ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լուկայի ճարտարապետական լանդշաֆտում։ Չնայած Սան Միքելե եկեղեցու ներքին հարդարանքը համեստ է, սակայն պահպանվել են մի քանի հանրահայտ արվեստի գործեր։ Դավիանոյի անվամբ ջուրը այսօր էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գնում, հավատով, որ այն սուրբ է և բժշկելու ու մաքրագործելու է իրենց։